բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում եւ կառավարվում է։ Կարաք տեսնել Ռուսաստանի Դաշնության падգամավորներ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որտեղ դա ներքին քաղաքականության խառնուրդ է։ Կարաք տեսնեք տարբեր դրամաչափի պաշտոնյաների այդ գործողությունների մեջ, կարաք տեսնեք փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ, վստահաբար կարաք տեսնեք մի թեթև Google անելու պահից։ Հետևաբար, սա մեզ համար բավականին անծանոթ երևույթ է, եւ միևնույն ժամանակ ինչ որ մի մասում աշխարհի, այս մասով կա կուտակված փորձ։ Ինչու չհարցնել, ես չեմ հասկանում, այսինքն հենց Եվրամիություն կան ինչ-որ շրջանակներ, Եվրամիություն բառը լսում են, խրտնում են եւ մտածում են բանա։ Այս եկել են մեզ կուլ տան, եկել են սա մեզ կտրեն, այս ինչ մի, չգիտեմ, դարավոր բարեկամական այն մի կապից ստանեն մեզ մտցնեն, չգիտեմ ինչ, այդ հենց Եվրամիություն լսում են չոքերները թուլանում է մի անգամից, որ ասենք այդ բանը խումբը գար Մադագասկարից, ես վստահ եմ այդ ռեակցիան չէր առաջացնի։ Հիմա ես ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ եւ կամ բացահայտում անձեռ։ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ընտրական գործընթացների հետ կապված տարատեսակ ասպեկտներով, տարատեսակ ուրեմն առանձին ենթավորողներով Հայաստանի Հանրապետությունը այդ թվում Եվրամիությունից օգնություն խնդրել է, ոչ մի նոր բան այստեղ չկա։ Այո։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը ունի սեփական փորձը հիբրիդային դեմ, հարձակումների դեմ պայքարելու եւ պատրաստ է կիսվի, մենք դեմ չենք, թող կիսվեն, մենք էլ կտեսնենք դա ինչ փորձ է։ Ներողություն, երրորդ հարցը ԱԱԾ գործակալ եւ իմ սիրելի գործընկերներ, մեկ անգամ էլ եմ ուզում բոլորիդ հնչեցնել։ Իհարկե կարող է քաղաքական պատեհությունից ելնելով ժամանակ առ ժամանակ գրպանից անել ինչ-որ գործիքներ, թե պատասխանները վաղուց տրվել են եւ փորձել մանիպուլացնել ու շրջանառել, բայց եթե հարցը չլա չեմ խուսանանում ընդհանրապես ես որևէ հարցից կարող եմ պատասխանել։ Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության, եւ սա շատ առանցքային է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության համար, այսինքն փորձագիտական աջակցության, ես լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի եւ ակտիվ ուրեմն դիմադիր գործողությունների մասնակցող, այնուամենայնիվ համարել եմ, որ սա իշխանությունների մասին չի, սա Հայաստանի Հանրապետության մասին է, սա պետական ինստիտուտ է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն, հարցն էլ որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է եւ համաձայնություն եմ հայտնել իրանց այդ հարցով որպես փորձական, այո, մասնագիտական օգտակար լինելու։ Կարճ ժամանակ անց այդ համագործակցությունը ավարտվել է, սա ես ոչ թաքցրել եմ, ոչ էլ պետքա սենց բաներ։ Եվ կներեք, զուգահեռ չէ, ես չգիտեմ դա ինչա նշանակում նույնիսկ։ Կարծում եմ, որ երբ որ հավաքագրված, չգիտեմ, իրանց համար տարբեր հանձնարարություններ անող բանն է, դա է գործակալը։ Բայց զուգահեռ տանել մի մարդու մեջ, ով այս իրավիճակում իր երկրի ազգային անվտանգությանը փորձել է օգտակար լինի մի դրվագով, մի հարցով եւ մարդու մեջ, որ եղել է մի կայսրության գործակալ, այս դեպքում մի քիչ բան է, էլի։ Լավ, եկեք հաջորդ կլսեմ ձեզ, մի քիչ շտապ։ Որքանով է հնարավոր համարում Իրան, Ադրբեջան արտակարգումը եւ դա ինչքանով ռիսկ է պարունակել Հայաստանին։ Գիտեք, այս օրերում հնարավոր այնպիսի բան են հնարավոր դառնում, որոնց մասին նախորդիվ նույնիսկ ամենալուրջ փորձագետները կարող մեծ թերահավատությամբ խոսեին։ Ես չեմ վերցնի վրա այդպիսի ուրեմն պատասխանատվություն ասել ինչքանով է հնարավոր, ես կարող եմ ուրիշ բան ասել, որպես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Հայաստանի Հանրապետությունը մենք, ես շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության, լիակատար պահպանման, նույն մեր եղբայրական Իրանի ժողովրդի պարագայում էլ մենք ցավում ենք եւ մահերը եւ քաղաքացիական իրավիճակառուցվածքների հարվածները իրենց հարևան բոլոր, այսինքն եւ իր հարևան արաբ ժողովուրդներն ու պետություններն մեր բարեկամ ժողովուրդներն, այսինքն մենք ուզում ենք կողմ ենք նրան, որ Եվրոպայի առաջխաղացում հաստատվի նաեւ իրենց մոտ։ Մեր շուրջ եղած
խաղաղության պահպանման շահագրգիռ ենք էլ ավելի տասնապատի Դեպի մասով պարոն Միրզոյան արդյոք կանգնած է գործընթացը, որովհետև Փաշինյանն ասել, որ ԱՄՆ-ի համար այս պայն առաջնահերթություն չի եւ մտահոգություն չունեք, որ լարվածությունը ԱՄՆ Իրան շարունակվի հնարավոր է կյանքի չկոչվի գործընթացը եւ բացի այդ մտահոգություն է հնչում, որ ԱՄՆ-ն կարող է երրորդ երկրին վաճառել ինչ որ փուլում եւ այդ երկիրը կարող է լինել Թուրքիան։ Այս հարցով մտահոգություններ վերջից սկսեմ, ուրեմն ախր կարդալա պետք էլի այդ մտահոգությունը, որը որ արտահայտեցիք, որ Ամերիկան իր մասնաբաժինը կարա ինչ որ էս փուլում որևէ փուլում այս կամ այն երկրի Թուրքիայի ինչի ոչ Ադրբեջանի դել եմ լսել վաճառի, ախր այդ հարցը հասցեագրված է այդ փաստաթուղթում, վերջին փաստաթուղթը, որը ստորագրել ենք եւ հանրայնացրել ենք հունվարի 14-ի շրջանակային իրականացման շրջանակ կոչվող փաստաթուղթ, այնտեղ նախատեսված են այդ մեխանիզմները, որ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության որևէ մասնաբաժնի որևէ կերպ տրամադրում վարչակ նվիրատվություն, չգիտեմ, միջնորդված որևէ ինչ տարբեր մեխանիզմներ կան, չի կարող տեղի ունենալ։ Հետեւաբար չէ, էլի կարդանք։ Դե որը տենց որ գնացի մարդի ունեցա որդի գդակը պոպոս անունը կիկոս այդ ժամանակ կլինի կգաք խոսանք, ասում եմ հիմա գրված է որ այդպիսի բան չի կարող լինի։ Վերադառնանք առաջին հարցին։ Որն է ձեր առաջը։ Դանդաղելա թե չէ։ Ուրեմն, նոր հարց է տալի։ Ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, թրիփի շուրջ Հայաստան Միացյալ Նահանգների բանակցությունները չեն դանդաղել եւ գտնվում են բնական ընթացքում։ Այն է, քիչ առաջ էլ ասեցի, մի փուլ է, առաջի քայլը, օգոստոսին հայտարարվեց, երկրորդ քայլը, բանակցեցինք հունվարի 14-ին ծավալուն փաստաթուղթ համաձայնեցինք, հրապարակեցինք իրականացման շրջանը։ Հիմա հաջորդ քայլը պիտի լինի միջկառավարական համաձայնագրի կնքումը, այնտեղ ավելի իրավական մեխանիզմները կնախատեսվեն։ Հետևաբար թրիփի շուրջ աշխատանքները այս վարկյանին փաստաթղթի շուրջ աշխատանքներ են։ Դրանք ընթանում են, երբ որ հնարավոր կլինի կհասնենք նաև գետնի վրա աշխատանքներ։ Ընդհանրապես մենք խոսում ենք զուտ տրանսպորտային եւ միայն եւ բացառապես փոխկապակցվածության նախագծի մասին, որը տնտեսական հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի համար, Ադրբեջանի համար, բոլոր հարևանների համար, այդ թվում եւ Իրանի Իսլամական Հանրապետության համար, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները մեր հանդիպումների ընթացքում, եթե չեմ սխալվում, նաև հրապարակային առիթ ունեցել են մի քանի անգամ ասելու, որ Հայաստանի պաշտոնյաները իրենց տեղեկատվություն ներկայացրել, իրենք մտահոգություններ չունեն եւ ավելին իրանց համար էլ հնարավորություններ ստեղծվում են։ Որպես տարածքի դուք ասում եք չի դանդաղ Փաշինյանը ամենը վերջերս դիպլոմում ասաց Թրամփի ուղի նախագիծ Միացյալ Նահանգների վարչակազմի համար այս պահին առաջնահերթությունների մեջ։ Ես ասեցի առաջնահերթություն, հա։ Իրանի ջուր դուք ասեցիք չի դանդաղ, եթե առաջնահերթություն չի նշանակում է ինչ ձեւ դանդաղ։ Իսկ ինչի չէ, մի քիչ պետքա ջանք գործադրել, որ այդ մտքի երկու մտքի մեջ հակասություն գտնել։ Ես չասեցի առաջնահերթություն, ես ասեցի չի դանդաղ։ Ձեզ լսեմ, դուք բարձր չեք գոռում։ Ես կարծում եմ, որ իրավական կարգավորման հարցը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պատասխանելիքը չի։ Եթե այնտեղ գործընթացներ կան, չէ, իրավական, չեն թողել, որ ունեցնել թողեն։ Դուք հարց տվել եք արդեն, այս տոնով չէ, դուք էլ եք տվել։ Ձեզ եմ լսում։ Պարոն Փաշինյան ամեն հինգշաբթի բան է, կառավարության շենքում ප්‍රեպազություն տալի հարցրեք։ Որպես տարանցիկ երկիր Հայաստանի դերակատարության փոփոխություն լինելու է թե չէ, ինչպես է դիտում։ Մեր դերը որպես տարանցիկ։ Այո, Հայաստանի դերը որպես տարանցիկ։ Դե ընդհանրապես ճիշտ ասած մինչև այս վերջի ռազմական գործողություններն էլ եւ վերջի տարիներին բոլորի կողմից բարձրաձայնվում է Հայաստանի որպես տարանցիկ երկրի ստացած կարևորության մասին, դա շարունակաբար ընդգծվում է։ Ես կարծում եմ, որ մենք այդ կարևորությունը իրոք ունենք, հաշվի առնելով Հայաստանից եւ հյուսիս եւ հարավ տեղի ունեցող գործընթացները, ընդհանրապես աշխարհը գնում է ալտերնատիվ ճանապարհների լոգիստիկ, ուրեմն բաների կապերի
ստեղծման ապահովման ճանապարհով մենք այդ կարևորությունը չենք կորցնի։ Նորից մենք հույս ունենք, որ րոպե առաջ, օր առաջ ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում կդադարեն եւ կլինեն այնպիսի լուծումներ, որոնք մեր նույնիսկ նոր վերադառնալով զուտ Հայաստանի Հանրապետության շահին ոչ միայն չեն կորցնի մեր կարևորությունը, այլև նոր հնարավորություններ կստեղծեն մեր համար։ Իսկ մասով Հայաստան վերադառնալ չկարողացավ քաղաքացիների մասով օգնությունները շարունակվում ական քաղաքացիներ որպես ինչ-որ պատասխաներ ասում։ Բայց ես հարցով այնքան բան կասելու, որ մենակ առանձին այս թեմայով ասուլիս հրավիրենք բավական ժամանակ կտեւ։ Ես պահին բավարարվել միայն ասելով, որ խնդիրները երկրից երկիր իհարկե տարբերվում են։ Մի դեպքում ցամաքային կապ կա, օրինակ Օմանի հետ, Միացյալ Արաբական Էմիրությունների, մենք օգնել ենք քաղաքացիներին տեղափոխվել այնտեղից թռիչքներ։ Մի դեպքում այդ կապներ չկա, այլ լուծում են գտել, չգիտեմ, սկսած վիզաներից, վերջացած դեղորայքով, բազմաթիվ են հարցերը։ Մենք մեր ԱԳՆ-ի պաշտոնական ուրեմն էջերում, սոցհարթակներում, այդ թվում եւ Facebook-ում շատ մանրամասն տեղեկատվություն ենք դրել, կարող եք նայել, կարծում եմ, որ շատ մեծ աշխատանք են արել մեր մարմինները, դիվանագիտական եւ նաեւ կենտրոնական ապարատը, դեռ կան մեծամասամբ խնդիրը հասցեագրված է, բայց դեռ կան քաղաքացիներ դրսում։ Ուշագրավ է, որ նրանց մի լավ չասեմ ինչ-որ տոկոս են հարաբերություն, մի զգալի մասը են քաղաքացիներին, որոնք ցանկություն չեն հայտնել վերադառնալու, այսինքն իրան գերադասել են մնալ առայժմ, բայց իհարկե հիմա նրանց մի մասը արդեն ուզում է վերադառնալ, պետք է լուծումներ գտնեն։ Դուք չեք տվել, հա։ Խնդիրը ինչի է պետք կապված, եթե նախընտրում էին մնալ, քանի որ քաղաքացիներ կային, որ ասում էին, որ գինը շատ բարձր է, մենք չենք կարողանում գալ, եւ նաեւ բողոքում էին, որ ԱԳՆ-ն մեր հետ կապ չի հաստատում։ Ուրեմն մեր ներկայացուցչությունները եւ թեժգծեր են բացել եւ աշխատել են եւ կապ են ունեցել մշտական եւ իրենց նույնիսկ դեսպանություն ներում են հավաքել խորհրդակցություններ տարբեր երկրներում, իհարկե ոչ բոլորում, կապը մշտական է եղել։ Թռիչքների թույլտվության ստացումը եղել ԱԳՆ-ի կողմից, դեղորայքի մատակարարումը տարբեր դեպքեր են եղել, կարող է կա քաղաքացի, որ իր կապ ա եղել, ոչ իրան դեղ են տվել, ոչ չգիտեմ, տոմս են առել, եմ ասում երկիրը բան չի արել մեր համար։ Կարամ էլի բաներ ասեմ, չեմ ուզում ասեմ անկեղծ ասած, գնի մասով էլ ավիատոմսի, գիտեք, կա նախաձեռնություն, որ մինչև 250,000 դրամ փոխհատուցման մեխանիզմ է ենթադրվում, այդ քաղաքացին որտեղ շատ դժգոհ է, թող այդ փոխհատուցում ստանա։ Այդքան ստեսից լավ։